Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում Հանրամեդիա հաղորդաշարի այս տարվա առաջին թողարկումն է, մինչ զրույցին անցնել ես ցանկանում եմ շնորհավորել բոլոր մեր ունկնդիրներին եւ նաեւ նրանց, որոնք մեզ հիմա չեն ունկնդրում, միգուցե մի օր կընկնդրեն։ Մենք անցած տարին բավական դժվար տարի էր, բավական բարդ տարի էր։ Մի շարք պատճառներով ես հույս ունեմ ուղղակի, որ այս տարին մի քիչ ավելի թեթև կլինի եւ մենք Հանրամեդիայի շրջանակում գոնե կկարողանանք խոսել դրական ինչ-որ բաների մասին։ Իդեպ այդ ավանդույթը կփորձենք այսօր արդեն ձևավորել, որովհետեւ այսօր մենք չենք քննադատելու մեդիան։ Ես այսօր այդ բոբոջաջան չեմ լինելու, որը ասում է լրագրողները այս չարեցին, այն չարեցին։ Մենք այսօր խոսելու ենք դրական լիցքերի մասին, բնականաբար նոր տարի նոր լիցքեր եւ այսօր մենք զրուցելու ենք հաղորդավար գրող Անաստասիա Վիտվաշի եւ իմ շատ լավ ու հին գործընկեր երկրորդ շնչառություն հաղորդաշարի հեղինակ Հանրային ռադիոյի Օֆելիա Կամավոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավոր, ամանոր եւ գալիք սուրբ ծնունդ։ Շնորհավոր։ Տեսեք, ես այս նախորդող խոսքում ես ասացի, որ փորձելու ենք այսօր դրական ու լավ պուպուշ բաների մասին խոսել, ինչի, որովհետև նախ նոր տարի է։ Մարդիկ տոնակատարությունների մեջ եւ չարժե, հա, ասենք եթե ինչ որ մեկը հանկարծ ռադիոյի կողքին հայտնվել է, մենք ասենք վայ գիտեք ինչ կա, չէ, իրականությունը այնքան էլ լավ է, ինչքան մենք դուք ես երկու օրը պատկերացնում եք կենասների տեսքով։ Հիմա տեսեք, մենք ունենք երկու օրինակ ձեր օրինակները եւ ելի խոսելու ենք մեդիայի մասին, բայց արդեն ձեր տեսանկյունից։ Ինչու դուք, որովհետև երկուսդ էլ անում եք հաղորդումներ, որոնք պոզիտիվ են։ Այսինքն, մենք վերջին շրջանում, երբ խոսում ենք մեդիայի մասին, մենք հիմնականում խոսում ենք այն թույն ու թարախի մասին, որ տարածվում է մեդիայի միջոցով, լրատվամիջոցների միջոցով, մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես են երբեմն իրենց ոչ այնքան adekvat կամ լավ պահում լրագրողները, հիմա մենք ունենք այլ օրինակներ, որ ռադիո լսողներն էլ մեր YouTube-յան եւ Facebook-յան հետևորդներն էլ հասկանան, որ լրագրողները իրականում կարող են շատ դրական բաներ անել եւ ոչ միայն լրագրողները, Անաստասիան այսպես մի երկու անգամ ինձ հիշեցրեց, որ ինքը լրագրող չի ու փառքաստու։ Հիմա պոզիտիվ, դա դժվար է թե չէ։ Մեդիայում պոզիտիվ անելը դժվար է թե ոչ։ Երևի դժվար է սկզբնական վիճակում, հետո ավելի հեշտանում է։ Սկզբից ինչի համար է դժվար, որովհետև քո պոզիտիվությունը երբեմն այլ ձև են վերագրում, այլ ձև են հասկանում, հա։ Դե կարան ասեն, օրինակ, չգիտեմ, անլուրջ մարդ է, խելքից պակաս է։ Երբեմն այդպիսի մեկնաբանություններ են լինում։ Լավ գործերը երբեք անպատիժ չեն լինում, Սկզբից այդ դժվարությունը կա, բայց հետո հասկանում են, որ ինչքան հաճելի է նման հաղորդում դիտել է օրինակ։ Այդպես իմ առումով։ Օրինակ իմ կարծիքով դժվարությունը հետևյալն է, որտեվ ինչ-որ պոզիտիվ, լավ արդյունք ստանալու համար նախ պետք է աշխատել։ Ուղղակի նստել խոսափողի մոտ ու աչ ու ցախ կներեք էլի այդ արտահայտությունը պիտի օգտագործեմ թույն ու թարախ շախտալը, աշխարհի ամենահեշտ գործն է, դրա համար գիրք կարդալ պետք չի, դրա համար թեմա գտնել, փնտրել պետք չի, այդ թեմայի հետևից հասնել, օրինակ ագարակ մեղրի պետք չի գնալ, տեսնել, ծանոթանալ, չէ։ Ֆիզիկապես չարչարվել։ Հա, ֆիզիկապես չարչարվել պետք չի։ Նստի, ասա գիտեք ինչ կա, այտենց աշխարհը ծուռ է, ջուրը թաց է եւ այլն։ Իմ դեպքում երկրորդ շնչառության պարագայում չէի համաձայնի, որ միայն դրական ժուրնալիստիկա է, միայն դրական պատմություններ են, որովհետեւ հաղորդումը ունի շարքեր, մի շարքում նաեւ սոցիալական խնդիրներ, սոցիալական ծրագրեր եւ առողջական խնդիրներ են, որոնց բախվում են 60-ից հետո մարդիկ։ Այս մասով բալանսավորված է։ Ինչ վերաբերում է հաջողությունների պատմությունների շարքին, դրանք միանշանակ եւ միանգամայն դրական պատմություններ են, կյանքի հետաքրքիր եւ ես էլ, եթե կարելի այսպես ասել, լրագրությունից խոսքով սադրում եմ, լավ իմաստով սադրում եմ, բզբզում եմ, որպեսզի իրենց սերը հիշեն,
կատակներ եմ անում եք, իսկապես ես ինքս էլ եթերը նայելուց տեսնում եմ, որ ես բզեցի, որպեսզի մարդը պոզիտիվ մի բան ասի, մի հումորային պատմություն անի։ Լրագրողներին ասում են սադրիչներ։ Հա, կա մի բան, բայց ամեն դեպքում երբեմն ես իրենց միշտ հաղորդումից առաջ իմ հյուրերին ասում եմ շատ անկեղծ եղեք, փոշմանելու չափ անկեղծ եղեք եւ իրենք այդ էներգիայի մեջ մտնում են ինձ հետ եւ պատմում են բաներ, որոնք հետո ասում բայց այդ բանը ինչի պատմեցի, այդ հին պատմությունը, առաջի սերը կամ ինչ որ մի բան։ Դրա համար աշխատանք է տարվում, որպեսզի այդ եթերը լինի պոզիտիվ։ Մեկ ինչպես ասում են լրագրության մեջ կա, չէ, հիմա ես ձևանում եթերում, որպեսզի մարդուն ավելի շատ բացվելու հնարավորություն տաս, կատակի մեջ ես ներքաշում, այս ամեն ինչը այդ դրական լրագրության պահով, բայց նաեւ բալանսավորում եմ ես խնդիրների մասին խոսելով 60-ի ավելի տարեկան անձանց։ Ես ենթադրում եմ, որ ամենամեծ խնդիրներից մեկը ընդհանրապես այս ֆորմատում նկատի ունեմ, դրական պատմություն գտնելն է մարդուն, որովհետև դրական պատմությունը սկզբունքորեն ունեն գրեթե բոլորը, բայց մարդ, որը արժանի է, այստեղ շատ կարևոր բան կա, արժանի է այդ պատմությունը հանրայնացնելու, այդքան շատ չեն։ Հետո տեսակի խնդիրել ունենք, որքանով է մարդ այդ դրական պատմությունը նկատում։ Չէ՞ որ մարդիկ կան, ովքեր վատի վրա են կենտրոնանում վատ պատմությունների ու երբեմն այդ դրական աչքաթող են անում։ Ինձ թվում է դա նաև տեսակի հարց է։ Դրական պատմություն ունենալը, դրական պատմություն պատմել, հիշելը, ինչպես նշեցիք, անկեղծության առումով, ինձ թվում է մեծահասակները գրեթե այդ խնդիրը չունեն, օրինակ երիտասարդության մեջ այդ խնդիրը շատ կա։ Երբեմն փորձել եմ նաև երիտասարդների հետ զրուցել, հա, իրենք այդ կոմպլեքսը իրենց մեջ ունեն, հա, ամեն դեպքում են տարիքում են գտնում, որ դեռ ցուցադրելու, ինչ որ ապացուցելու բան ունեն, իսկ մեծահասակը այդ խնդիրը չունի, ինքը դա արդեն վաղուց անցել է ու ինքը այնա ինչ կա։ Երևի հենց դրանից է, որ, չգիտեմ, մեզ մոտ այդ մեծահասակների հետ զրույցը ավելի անկեղծ է։ Հետո մի կարևոր հանգամանք էլ կա, շարունակեմ Անաստասիային, իրենք լիքը մարդիկ են, որպես կանոն, եթե հատկապես հայտնի մարդ է, իրենք տանում են եթերը։ Ես հատկապես թողունում եմ ինքնահոսի, բայց ինքնահոսի չէ, նաև հյուրին ապավինելը, որովհետև մեծ պատասխանատվություն է նաև հատկապես 80 անց, 90 անց, ես 100 ավելի տարեկան եւ ավելի հյուրեր ունեմ, իրենք այնքան լիքն են կյանքով, փորձով։ Դու ուղղակի ինչ որ մեկն ես, որ կողքից հարցերով թեթևակի եւ այն 20 րոպեն, որ տրված է, երբեք չի բավականացնում, մենք 30, 40 րոպե, 50 րոպե նկարահանվում ենք։ Դե ընդհանրապես այդ մարկային բանը երբեք տրվածը չի բավարար։ Դե գուցե ագահություն է, բայց լիքը մարդիկ են եւ դա է նաեւ հաջողությունը, որովհետեւ պատմելիք կա, իսկ երիտասարդների պարագայում դեռ պիտի ապրեն, դեռ պիտի փորձ հավաքեն։ Լավ, հիմա եկեք փորձենք հասկանալ, մենք 3 էլ մարդիկ ենք, որոնք մեդիա դաշտում են, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ ավելի պակաս ժամանակահատված, ինչ պետք է արվի ըստ ձեզ, որպեսզի այդ դրական լիցքերը, այդ պատմությունները, ընդ որում այդ տարեցները, այդ հովիվները, որոնց հետ դուք եք նաև զրուցում, իրանք ըստ էության նաև օրինակելի են իմաստով, իրենք մոտիվացնող են, իրենք օրինակ ես ինքս էլ գյուղում եղած ժամանակ մորական գյուղից մասին է խոսքը, երբեմն տարեցների հետ, որոնք կրթություն չունեն առանձնապես, ասենք, նույնիսկ բազային հանրակրթական Ստալինյան ժամանակներում են մեծացել 3-4 դասարանի կրթություն ունեն լավագույն դեպքում, հա, գրաճանաչ են, ընդհանրապես շատ գրքեր չեն կարդացել, բայց ես այդ մարդկանց հետ որ զրուցում եմ երբեմն, ինձ թվում է ես իմ 50 տարին հենց այնպես եմ ապրել, կամ գոնե կիսատ եմ ապրել, էլի, որովհետև թվում է թե մենք ես օրինակ, հա, հարյուրավոր գրքեր եմ կարծել, փիլիսոփայություն եմ ուսումնասիրել, պատմություն եմ ուսումնասիրել, այս եմ արել, այն եմ արել, բայց չեմ եկել այն պարզ պատասխաններին, որոնք իրենք ունեն արդեն։ Դե պատկերացրեք ինչքան շատ եմ ես նման մարդկանց հանդիպում, եթեից առաջ մենք զրուցեցինք, չէ, մարդը կարող է կրթություն ստանալ, բայց կրթված չլինել, նման մարդկանց ես գրեթե հաղորդումների մեջ ամեն անգամ հանդիպում եմ։ Իրենք հա կրթություն չեն ստացել, բայց այնքան ներքին կրթվածություն ունեն, այնքան խորը հոգևոր աշխարհ ունեն, որ ժամերով կարող ես իրենց լսել ու ինչ որ բան սովորած վերադառնալ տուն։ Ու խոսքը նույն հովիվների մասին է։ Սովորացել չէ, ախր դու երբ ըստ էության մեր եթե խոսում ենք լրագրողի գործունեության մասին, լրագրողի հիմնական ֆունկցիան որն է, տեղեկատվության փոխանցումը։ Այսինքն, երբ մենք ինչ-որ բան սովորեցինք կամ տեսանք կամ լսեցինք, մենք դա փոխանցում ենք արդեն հեռուստադիտողին, ռադիո լսողին, YouTube-յան հետևորդին եւ այլն։
այդտեղ է մեր մոտ խնդիր առաջանում, որտեվ մեդիան հիմնականում, էլի եմ ասում, այդպես է ստացվել, ես հիմա որևէ մեկին չեմ մեղադրում դրա համար, այստեղ ես դատախազ չեմ կամ դատավոր չեմ, որ դատեմ, բայց Podcast մեդիան հիմնականում կենտրոնացած է այդ բացասական բաների վրա, հա, էմոցիաների վրա։ Ու հա նաև կա այդ խնդիրը, որ մեդիան ինքը էմոցիա վաճառող է դառել։ Լրատվություն կամ տեղեկատվություն փոխանցողի փոխարեն ինքը վերածվել է էմոցիա վաճառողի, իսկ այդ էմոցիան ինչքան վատը լինի, այնքան ավելի արագ է տարածվում իմիջայլուց։ Գիտեք ինչ եմ ուզում ասել, սրա հետ կապված, որ կա գրքային խելացիներ, կան գրքային խելացիներ, կյանքային խելացիներ, իմ լրագրության 25 եւ ավելի 25 տարիների փորձի ընթացքում ամենաբարդ հարցազրույցը Եղեգնաձորի գյուղերից մեկում էր 104 տարեկան Տիկին Խաչանուշի հետ, որ ուներ ընդամենը 3-4 դասանի կրթություն, վատ էր լսում, վատ էր տեսնում ու ամենադժվար հարցազրույցներ տևեց էլի 30 րոպե թարգման, այսինքն թարգմանել ասածը ես ասում էի իմ ձայնի տեմբրը խոսակցականը հարմար չէր իրեն աղջիկներ թարգմանում, բայց այդ հարցազրույցը ամենաշատը նաև դիտվեց, ինչու, որովհետև նա ընդհանուր շնորհակալ էր։ Ասում եմ շնորհակալ եմ ու մանտրայի պես, աղոթքի պես այդ շնորհակալությունները մարդիկ լսում էին այդ ու մի բան ասաց ինքը 7 երեխա ուներ առանց դատելու, առանց ամաչեցնելու ասում էր ինչու եք 1 կամ 2 երեխա ունենում, պատերազմը կտանի, բա մյուսները դուք բերում էր իր օրինակ, ասում էր, քիչ է, նրա ասելիքն այն է, ասում էր իմ զավակները հարուստ չեն եղել, շատ բանի չեն ասել, բայց ազնիվ են եղել, ոչ մեկին չեն նեղել ու բացատրում էր, որ կյանքի իմաստը նաև բարի ժառանգ ունենալու մեջ էր, մարդը իր դիտակետից, իր տարիների խորքից, իր 3-րդ դասանի կրթությունից, բայց կյանքային իմաստության տեսակետից ոչ մի նեգատիվ բան չասեց, օրհնանք, շնորհակալություն, ասում էր ես տարիքով մեծ եմ, բայց դու գիտելիքով բարձր եք, շնորհակալ եմ, որ եկել եք իմ մոտ, ու իր ասելիքը ամբողջ դա էր, որ երեխաներ ունեցեք։ Շատ քանի որ ես այսպես ասեմ, մի քիչ այս լեզվի մասնագիտությամբ այդ շնորհակալ բառը մենք ասում ենք երբեմն երկար է, մանավանդ օտարները շատ դժվար են սովորում այդ շնորհակալը, հիմա այդպես ավելի շատ մերսի վրա են գրում, կարճ ֆրանսերեն։ Բայց շնորհակալ բառի իմաստային բեռի վրա, որ այսպես կենտրոնանում ես, ինքը շշմելու իր բան ունի։ Նշանակություն ունի։ Ամեն ինչի ինքն է։ Ինչ է նշանակում շնորհակալություն, շնորհակալ եմ։ Այսինքն, այն ինչ որ դու ինձ արեցիր, իմ համար արեցիր, դա շնորհ է, որին ես տեր եմ լինելու։ Այսինքն, քո տված շնորհին ես տեր եմ, շնորհակալ եմ։ Այնպես որ հա, մի քիչ շատ է պետք է։ Իմաստուն տատիկ էր։ Հա, շնորհակալ պետք է։ Տարածորեն անգրագետ է, բայց իմաստուն տատիկ էր։ Սրա մասին ենք ասում, որ այո, գյուղերում, հեռու գյուղերում մարդիկ կյանքի փորձով ի վերուստ գուցե տրված ունեն այդ իմաստությունը, որ նաև մենք մեր միջոցով փոխանցում ենք։ Ոնց անենք, որ այդ իմաստությունը մի քիչ ավելի շատ փոխանցվի մնացածից։ Տեսեք, ամեն մեծահասակ հոչի, որ իմաստունա չէ։ Չէ, հասկանալի է, կներեք կարող մեր ռադիո լսողները գիտեն, ես երբեմն իմ գնահատականներում շատ կտրուկ եմ, 70 տարեկան լակոտներ էլ կան։ Այո, միանշանակ։ Չէ, ես հիմա տեսեք, խնդիրը որն է, քանի որ մենք հանրամեդիայի շրջանակում ենք խոսում այս թեմաների շուրջ, ծեր արածի հիմնական։ Օրինակ ես կարող եմ ասել, ես երբեք այդ չեմ ասում այդ 3 փաստը, ես ասում եմ իմ մասնագիտական գործունեության ընթացքում 33 տարվա մասին է խոսքը։ Ես 3 իրոք շատ լավ բան եմ արել։ 3 ընդամենը։ Հետաքրքիր է։ Համեստեք։ Չէ, այն որ ես գիտեմ, որ դրանք գլոբալ ու իրականում շատ կարևոր բաներ են եղել, որոնք ոչ թե շատ փոքր խումբ մարդկանց համար են եղել օգտակար, այլ շատ ավելի գլոբալ նշանակություն ունեն, բայց ես ունեմ 3 բան։ Այդ 3 կարող եմ ասել, բայց չեմ ասի։ Հիմա մենք սպասում էինք։ Չէ, ես էլի մի անգամ այդպես բան եմ արել, ջիջիլ եմ գցել, ասել եմ ես 3 մի անգամ ինձ էին հարցազրույցի հրավիրել, մի չանսովոր բաներ քեզ են հարցազրույցի հրավիրում, ասին 3, ասին կթվարկի, ասի ոչ։ Չէ, լարված ենք։ Ասի ոչ։ Ասի կտակից մեջ կգրեմ հետո։ Լավ։ Հետո ուշագրավ է լսարանն էլ։ Ես կարող եմ YouTube-ի վերլուծությունների բաժնից ասել, երկրորդ շնչառության լսարանի 45%-ը 65 եւ ավելի տարեկաններ են, իրենք շատ լոյալ են, իրենք շատ հավատարիմ են եւ շատ մեծ պատասխանատվություն է
ավակ սերնդի համար բովանդակություն պատրաստելը, որովհետև օրինակ եղել են թեմաներ, որոնք sense մի քիչ ամոթ թեման են եղել, բայց շատ դժվար է իսկապես, որովհետև պիտի կարողանաս համ հասկանալի լինես իրենց, համ պետքական ինֆորմացիան տանես, համ էլ դե ջղայն մեծ սերունդ, համ էլ դիմանաս այդ քննադատությանը եւ լինում են նաեւ թե շպայր, երբ որ մեկնաբանություն են դաշտում, իմ դեպքում գայս են ասում հանեք այդ աղջկան գործից, ես էլ ասում անպայման կհանեք, դա նորմալ է, մի երկու անգամ է տատիկ պապիկների լեզվիտակ ես եմ եկել, հա, այսինքն պիտի դրան էլ պատրաստ լինես, երբ որ բովանդակություն ես ստեղծում ավակ սերնդի համար, օրինակ առողջական խնդիրները, ուրոլոգիա եւ այլն այդ թեմաներով, իրենց դա հետաքրքիր էր, բայց նաեւ իրենք ինձ ասում էին ամոթ չի, այս թեման քննարկում ես, բայց ես անընդհատ իրենց պատասխանում եմ, ոչ ամենադիտվող հաղորդումներն են, ուրեմն դա ձեզ հետաքրքիր է, բայց մեծամասամբ մեծ հասակները սիրում են նման թեմաներ։ Չէ, ասեմ, որ չեն սիրում։ Չէ, մի քիչ ինտիմը չեն սիրում։ Հա, եթե այնտեղ իրենց թվում է որ հասավ ինչ որ ինտիմի չէ, երբ ինտիմ այն իմաստով չէ, որ հա, չգիտես ինչի, ասում ես ինտիմ թեմա, որ գնում են շուտ սեքսուալ խնդիրների վրա, չէ։ Նես ներանձնական խնդիրներ կան, որ հենց իրան թվում է, որ դու մոտեցար այդ սահմանագծին, հա մի անգամ ինձ ծարսա լինի, որտեվ այդ հին սերունդը մի քիչ ուրիշ ձևով է։ Բայց առաջին սերն են պատմում, մենք սերերից սիրում են պատմել ու հետաքրքրական այն է, որ 65-ից հետո մարդիկ մի քիչ պատմել են դառնում։ Դե գլուխ են գովում։ Այդ ամենակարևորն այն է, որ մարդիկ 65-ը դες իմ փոքր են, 65-ը ես համարում երիտասարդ, այ 80-ից հետո ինձ մարդիկ մի քիչ էլ պարծենկոտ են դառնում ու դու հասկանում ես, որ մարդը նաև այդ իրավունքը վաստակել է։ Մի անգամ մի ճարտարապետը 97-ամյա ինչ որ բաներ էր պատմում, մեկնաբանությունների շարքում մեկը գրել քո տարիքի ոչ մեկ չի մնացել, եկել գլուխդ ես գովում, ատենա դառնեմ սարքե, բայց իրական չէր խափում։ Նաև այդ պարծենկոտությունն է իրենց թույլատրելի հաճելի։ Ես էլ այդ խաղի մեջ մտնում եմ անկեղծ ասած իրենց հետ։ Դե ինչքան մեծանում են, այնքան փոքրանում են, չէ՞։ Հոգեբանորեն, թե խոսակցական, թե գլուխ գովալու առումով, այդպես է, մեկ մեծ հասակները տամ շփվում, ոնց որ չի, փոքր երեխա լինեն։ Այս առումով վերադառնալով երեխեքից միակ բանը որ տարբերվում է, ում չի ասում պապա ես կասեմ, պապաս ամենամեծերնակ։ Ու վերադառնալով այդ հարցին, արդյոք դժվար չէ պոզիտիվ բովանդակություն ստեղծելը, ոչ, որովհետև իրենք թելադրում են, իրենք արդեն կյանքը տեսած, նյութականի վրա չկենտրոնացող չէ։ Օֆելիա ջան, ես ասում եմ, որ դժվար է այն իմաստով, որ ինքը պահանջում է աշխատանք։ Այո, միանշանակ։ Աշխատանքա պահանջում, որովհետև դու պիտի գնաս, էլի եմ ասում, պիտի գնաս ինչ-որ գյուղ, պիտի գնաս ինչ-որ հեռավոր քաղաք կամ ավան, դու պիտի գտնես այդ մարդուն, դու այդ մարդու հետ պիտի խոսես, դու այդ մարդուն պիտի տրամադրես, որ ինքը պիտի խոսի, որ ինքը պիտի այդ պոզիտիվ լադի մեջ պիտի լինի, հա, ոչ հայերեն բառ օգտագործեցի ներողություն, մի քիչ ու ավելի երաժշտական, բայց ինքը պիտի այդ շրջանակի մեջ պիտի լինի դետել է տրամադրվածությունից, որտեվ այդ նույն մարդուն կամ մեծամասնությանը իրանց, որ ասես այ հիմա ես քեզ միկրոֆոնը հայհոյի, ինքը կսկսի հայհոյել իրականում, բայց դրա համար էլի եմ ասում աշխատանք չի պահանջվում։ Մենք հիմա հանրային ռադիոյի շենքից կարող ենք դուրս գալ միկրոֆոնով։ Մենք առաջին 3-4 հոգուն որ հանդիպենք, 4-ից 3-ը, որ ասենք հայհոյի, կապ չունի։ Տղամարդիկ, Լևոն, տղամարդիկ։ Չէ, ես քեզ ասեմ, սիրելիս, կանեք վաղուց տվել անցել են, ասեմ քեզ։ Այդ իրավահավասարությունը վաղուց խախտվել է իօքուտ ձեզ։ Որտեվ այն անեծքներն ու այն հայհոյանքները, որ ես կարդում եմ տարբեր սոցիալական հարթակներում կանանց կիրառում տղամարդիկը տենց բան չեն անում, գիտեք ինչ, որ տղամարդիկ գիտեմ որ դրա համար պատասխան են տալու։ Անդրադառնալով անեծքներին, մի հետաքրքիր բան է, իսկապես, որտեվ շատ կան, ու ես սովորաբար այդ բովանդակությունը, որ անեծքա կամ հայենք մենք փակում ենք, բայց ես մի բան եմ ворթեգրել երկրորդ շնչառության համար, ես չեմ փակում։ Միշտ գրում եմ դուք ձեր ներսը ցույց տվեցիք։ Եկեք այստեղ պոզիտիվ ժուրնալիստիկան է, այստեղ դրական պատմություններ են, որից հետո դուք էլ պիտի որ ցանկություն առաջանա ձեզ մոտ, չխոսելու այդպես։ Ես չեմ ջնջում, որպեսզի գան բոլորը տեսնեն, որ մարդուն այդպես տեսնենք, որ ինքը ոնց որ հասարակական պարսավանքից ելնելով, անհարմար զգալով դադարեցնի։ Մի անգամ մի 104 տարեկան կին էր հետաքրքիր բան էր խոսում, ինչ որ մեկ եկել էր տակը հայոյել էր, ուղղակի հայոյել էր։ Մյուսներն ասում են ինչու դու դա արեցիր, այսինքն նաև իրենք դրսևորվելու գուցե տեղ չունեն, դրա համար են ստիպված լինում այդպես անել, բայց դրա ելքը ջնջելը չի, դրա ելքը մարդկանց կամ մտածողությունը փոխել, ամենայն հավանականությամբ կամ հիվանդ են, կամ ինչ որ խնդիր ունեն, որտեղ առողջ, adekvat, նորմալ մարդը դժվար թե սփռի
հայոյանքներ Ես դրա եւ մի հատ ուրիշ անեծքներ։ օրինակը կարող եմ բերել, դες հանրային ռադիոյում միան հարամեդիայով չի որ զբաղվում եմ, մենք ունենք նաև հաղորդաշար ամենօրյա հասարակական, քաղաքական, կրթական եւ մշակութային թեմաներին ենք անդրադառնում առանց տողատակին եւ ես երբեմն հայտ այդ YouTube-յան կոմենտներին հետևում եմ, մի անգամ եմ արձագանքել, եթե անկեղծ ասեմ, ինքը լավ արձագանք չի եղել, ամենայն դեպս այն մարդուն, որ վերաբերում է դա կվկայի, եթե մի օր դրա առիթը լինի, ժորդ մի հայհոյեք ու թող որևէ մեկին չթվա, որ իրեն գտնող չի լինելու, կգտնեն ցանկության դեպքում։ Հիմա դրա մասին չի խոսքը։ Երբ սկզբում էր, ամենասկզբում էր, հայոյախոսությունը չափազանց շատ էր կոմենտներում։ Հայհոյողներն էին շատ, հյուրին էին հայհոյում, երբեմն ինձ էլ էր բաժին հասնում, իշխանությանն էին հայհոյում, ընդդիմությանն էին հայհոյում, հայհոյան, հա, ուղղակի գրում էին հայհոյան, գնում։ Այս վերջերս մի հետաքրքիր բան եմ նկատել, որ այդ հայհոյախոսողները գրեթե չկան։ Համարյա չկան, ամենայն դեպս մեր հաղորդաշարի այդ կոմենտներում չկա, ու մենք չենք ջնջում։ Ուղղակի երբ մարդիկ հասկացան, որ ռեակցիա չկա, Մեդիագիտությունն է բարձրանում։ չէ, ռեակցիա չկա։ Այդ մարդիկ ֆիլտրվում են, իրանց ինչա պետք, իրանց այդ բացասական էներգիան շերեփով խմելու համար պետք է, այսինքն ինքը պետք է հայոյի, իրան պատասխան պետք է իրան հայոյեն ու գնաց այդ անվերջանալի շղթա է դառնում, այսինքն նույնը հաջորդ հաղորդման ժամանակ, նույնը հաջորդի ժամանակ, երբ տեսնում են նման բան չկա, այս մարդիկ ուղղակի պոչտները քաշում են գնում են այնտեղ, որտեղ այդ հայոյանքը ընդունված։ Իսկ իմ դեպքում գիտեք ինչ պատմություն է եղել, մի տատիկ էր շատ վատ մեկնաբանություն գրել ինձ։ Ես իրեն բարի ձևով պատասխանեցի ու մարդկային ձև, հա, օրինակ ինչի եք ինձ նման, չգիտեմ, հա, նման բառեր գրում։ Ինքը այդ իմ գրածից այնքան էր ազդվել, որ ինձ անձնական նամակ գրեց, ասեց ներողություն եմ խնդրում, ուրիշ կարծիքի եմ եղել։ Ու եթե այլ դեպքերում ես ինչ որ վատ էմոցիա եմ ապրում կամ ուզում եմ վատ պատասխան տամ, ես այդ տատիկին հիշելով լավ եմ պատասխանում։ Ես էլ եմ այս սկզբունքով առաջնորդում ու եթե պատճառների մեջ խորանանք ինչու են 65 բարձրները հայում անիծում, իրենք ունեն չիրացված պոտենցիալ, որտեվ մեր երկրում 65-ից հետո մարդը, եթե ինքը չի զբաղվում իր զբաղվածության հարցրով, որևէ բանով զավակներ չի զբաղվում, պարապ մարդը իրացված չէ, այսինքն էներգիան պատկերացեք մնացել է մարդու մեջ, այգի չունի զբաղվելու, տեղ չունի գնալու, շատ կարևոր է պատճառը հասկանալ ու եթե դու աշխատում ես այդ թիրախային խմբի հետ ու համար, պիտի նաև ներողամիտ լինես, լուծումներ ցույց տաս, դրա համար է որ ես չեմ ջնջում, այլ ընդհակառակը հատկապես այդ մարդկանց հետ, թեկուս կաթիլը օվկիանոսում, բայց համոզում եմ, բացատրում եմ, որ դու քո ներսինը ոչ թե դարձրու հայոյանք, այլև մի կավագործության խմբակ գնա, երբեք ուշ չի սովորելու եւ օրինակը որ ներկայացվեց, որ դրական պատասխանելով մարդիկ որպես կանոն, կորած մարդիկ չկան, էլի ես միշտ հակված եմ, այո, միշտ հակված եմ կարծելու, որ հատկապես ավակ սերնդի ներկայացուցիչը 70+ տարիքային խմբում է, այնպես ստացվեց որ այս տարի անցած տարի առողջական խնդիրներ ունեցավ, չաշխատեց, ինքը գնում է յոգայի խմբակ։ Հրաշք։ Ու չի կարող, արդեն չի կարող, այնպես է չէր կարող, որ 70+ է մաման, այս տարի կլերանա 75-ամյակը մամայի։ Ճիշտ է էներգիան օգտագործել։ Շատ կան եւ մյուսներին էլ պիտի դա ցույց տան, ակումբների տեղերը, հատկապես պետությունը այսօր բազմաթիվ ծրագրեր է իրականացնում հենց այս տարիքային խմբի համար, կան մասնավոր խմբակներ, տարբեր, բոլորը արդեն 0-ից 100 սկզբունքի մեջ են։ Բայց այստեղ պիտի իմիջիալոց, հա, մենք գնում ենք արդեն սոցիալական խնդիրների հետևից, դա էլ է բնականաբար մեր գործը եւ աշխատանքը, բայց պիտի հաշվի առնենք մի հատ շատ կարեւոր հանգամանք, որ այդ ծրագրերը, որոնց մասին դու ասեցիր, իրանք հիմնականում քաղաքներում են, գյուղերում չկան։ Այո։ Ասենք Խաչիկ գյուղում մարդը ինչ պիտի անի։ Յոգայի խմբակ։ Հա։ Սարերին նայ մեդիտացիանի։ Բայց հետաքրքրն այն է, որ մարզերում էլ ֆիզիկապես իրենք ակտիվ, իրենք տատիկը մինչև կյանքի վերջ աշխատում է իր այս ձևով է իր էներգիան ուղղված, ծախսված, ավելի ոնց որ քաղաքաբնակները ավելի այսպես ասած անիծող են, որտեղ այնտեղ տատիկները, պապիկները մինչև վերջ իրենք ֆիզիկական ակտիվության մեջ են, բակա ջրեն, դուք ավելի շատ եք գնում, գիտեք։ Հետևաբար այնտեղ խնդիրը այսքան սուր չի, ինչքան մեր մայրաքաղաքի, մեր բարապ տատիկները, որոնք մեղավոր չեն։ Էդ է խնդիրներից մեկը, մեր խնդիրներից մեկը, որովհետև տեսեք, լրատվական դաշտը հիմնականում կենտրոնացած է Երևանում, հա, մենք ունենք մարզային լրատվամիջոցներ, TV-ներ կան, մի մասի ղեկավարներին ես անձամբ եմ ճանաչում, լրագրողներին նույնպես, բայց Երևանը այդ իմաստով խլել է մեդիան։
մարզերից եւ եթե նկատեք, եթե ուշադիր լինեք, երբ մենք խոսում ենք լուսաբանումների մասին, 95%-ը վերաբերում է մայրաքաղաքին։ Այն ինչ որ կատարվում է մայրաքաղաքում, ինչ որ եղավ կառավարությունում, ազգային ժողովում, չգիտեմ, սահմանադրական դատարանում, ԱԳՆ-ում, եթե այսպես իշխանական բանով վերցնենք, ընդդիմությունը հանրահավաք Երևանում, ելի այդ ամեն ինչ եկավ հասավ Երևանին, ակցիա արեցին Երևանում, Էջմիածնում ինչ որ բան եղավ, դրանց հետո էլի եկան Երևան, ուր են մարզերը, չկան մարզերը։ Տպավորությունն է, որ չկան մարզերը։ Դրա համար մարդիկ այսպես ոգևորված ամենակողորած մարզը Իմիջիայլոց Վայոց ձորի մարզն է, որը Իմիջիայլոց սեփական չէ, սեփական լրատվամիջոց այնտեղ չկա, ինքը փոքր է մարզը ու որ մարզը ներողություն չի։ Վայոց ձորը։ Վայոց ձորը։ Վայոց ձորը Սյունիք ունի, Գեղարքունիքում կա, ամեն տեղ կա, բացի Վայոց ձորի։ Կարծես ստեղծել էին վերջերս, բայց թե որքանով է աշխատում, դա ժամանակացած կտա։ Հենց այդ է, այսինքն մենք այստեղ նաև խնդիր ունենք ու շնորհակալ եմ նաև ձեզ այդ արածի համար, որ դուք այդ մարդկանց ներգրավում եք, այսինքն մարդիկ իրանք իրենց տեսնեն, որովհետև մեդիան երբ է դառնում մարդու սեփականություն, երբ մարդը հայելային իմաստով ինքը իրեն տեսնում է։ Չեմ ասում անձամբ ինքը իրեն է տեսնում, բայց ինքը տեսնում է, որ իր խնդիրը անուշադրության մատնված չի, իր ուրախությունը անուշադրության մատնված չի։ Իսկ մենք ցավոք սրտի տրամաբանությամբ չենք ապրում եւ աշխատում։ Հետաքրքրական պատմություն կա ՄԱԿ-ի բնակության հիմնադրամի հետ, որ իրականացնում ենք ծրագիրը +/- 100, այստեղ հստակ սկզբունք է դրված բոլոր մարզերից մեկական անձի, որ 100 անց է կամ մոտենում է 100-ին, հետեւաբար այս առումով մարզային բաշխվածությունը ապահովում ենք։ Մի անգամ Արարատի մարզում մի պապիկ ռադիոյի առանձնահատկությունն եմ ասում, երբ որ սկսեցինք հարցազրույց ասի, ինչ եք լրատվության աղբյուրը ձեր որն է, ինչ եք լսում, ասես դեռ ռադիոն եմ լսում, այնքան լավ բան կա մեծերի մասին, բայց դե 60-ը ինչ մեծ է, 100-ից պետք է սկսեն, ասում այդ աղջիկը ու ես այդ ուրախությունը, որ այդ պապիկ իմ հավատարիմ փաստորեն ունկնդիրներ ու ինքը չէր պատկերացնում, որ ես երբ որ արդեն եկել եմ վիդեո նկարահանման, դա նույն հաղորդումն է, իր ուրախությունը, որ մարզերում նաև ռադիոյի շահեկան լինելը, որ իրենք լսում են, օրինակ եթե տատիկ պապիկներ ունեն այնպիսի հեռախոսներ, որ YouTube-ից չեն օգտվի 90-ից հետո, բայց ռադիոն նաև այդ հնարավորությունն է տալի, որպեսզի բոլորսն ու դրա համար է որ ռադիո այդ համագործակցությունից անգնահատելի եմ համարում, որովհետև հենց ավակ սերնդի համար է ու մասին։ Անաստասիա ռադիո պրոյեկտոր եք։ Ահա։ Դուրս եկեք տաղավարտից։ Հանրամեդիայի շրջանակում թող իրոք գաղափարը հետաքրքիր է ու կարող եք փորձել, որովհետև դա նաև ավելի լայն լսաններին հասանելի լինելու։ Կարևորը տատիկ պապիկներից հասնի։ Չնայած հաղորդումը դրական էր, բայց ֆինանսավորում լինելու դեպքում օրինակ երկրորդ շնչառության շրջանակում շատ տարբեր գաղափարներ կան, որ եթե հնարավոր լիներ, օրինակ մի բանը մենք տանենք, դուք օրհնեք, ելի նույն բանին է միտված, ես դա անում եմ ինքս, վարում եմ մեքենան, հեռախոսները միացնում եմ, դնում եմ որպեսզի այդ տեսանելի լինի, կանգնում եմ, դա արդեն փորձառությամբ աչքի այդ բանով ասում եկեք ձեզ տանեմ, ես ձեզ տանեմ, դուք օրհնեք ու նստում են, սկսում են պատմում են, այնքան հետաքրքիր դեպքեր են եղել։ Բլոգերություն ես անում։ Դե ամեն դեպքում դա էլ է մի բան, որ մարդը նստեց, դու իր ճանապարհը թեթևացրեցիր։ Ամեն մի մարդ պատմություն է, ամեն մի մարդ ուր է գնում, ինչ է անում, դա արդեն այնքան հետաքրքիր են, իրենք բոլորը հետաքրքիր են, տարիքը։ Ինչ չեմ վստահում։ Բարի անգամ եղել է ժողովուրդ ասում կենտրոն եմ գնում կամ ինչ որ տեղ եմ գնում, նստեք նստում են, ես թույլտվություն եմ հարցնում, որ նկարեմ, բացատրում եմ ինչ եմ անում, եք ուրախանում ես գույն կյանքները պատմել ու հավես զրույց ստացվում։ Լավ մարդկանց եք հանդիպել, ձեր բախտը բերել է։ Հա, անկեղծ ասած չի եղել, որ բան լինի։ Հուսանք չի լինի։ Դե ինչ, ամփոփենք, եկեք ամփոփելով ասենք հետևյալը։ Եկանք այն եզրակացության, որ լավ գործ անելը դժվար է։ Եկանք այն եզրակացության, որ այն մարդիկ, որոնց համար այդ լավ գործը արվում է, իրենք շատ շնորհակալ մարդիկ են, իրենց համար արժե լավ բան անել, եւ երրորդը եկանք նաեւ այն եզրահանգման, որ պետք է մենք ամեն մեկս մեր հերթին պետք է այնպես անենք, որ հեռավոր գյուղերում ապրող մարդիկ իրենց մեր էջերում, մեր եթերներում տեսնեն, ներգրավված լինեն ու հետեւաբար նաեւ գնահատված լինեն, որովհետեւ երբ մենք խոսում ենք, որ մեր գյուղերի զգալի մասը սահմանապահ գյուղեր են, այդ սահմանապահ գյուղի մարդը պիտի հասկանա, որ իրեն այստեղ Երևանի կենտրոնում նստած մարդը գնահատում է շատ ավելի,
քան ասենք օրինակ կողքի շենքում բնակվողին ամենայն հարգանքով իհարկե, բայց կողքի շենքի բնակվողը այն խնդիրները չունի, որ նեն այդ մարդիկ են Շատ կարևոր բան ասացիք, այո։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնում եմ, որ այսօր իմ հետ չբանավիճեցին հաղորդավար եւ գերող Անաստասիա Վիտվաշը եւ Հանրային ռադիոյի երկրորդ շնչառություն հաղորդաշարի հեղինակ Օֆելիա Կամովոսյանը, ով մոռացել էր, ես Լևոն Զարդարյանն եմ, կհանդիպենք արդեն մյուս շաբաթ օրը եւ արդեն կխոսենք պրոբլեմներից, իսկ դրանք շատ են։ Շնորհակալություն։